Զրույց եմ բռնկվում Էդգար Հարությունյանի հետ, մի մարդու հետ, որը որ զբաղվում է անշարժ գույքով, Էդգար բարև ձեզ։ Էդգարը ղեկավարում է երկու ընկերություն, MySpace եւ Viva Realty, ոչ միայն ղեկավարում է, այլ հայր հիմնադիրն է։ Էդգար, այդքան երիտասարդ տարիքում, այդքան տարածքներին ոնց եք տիրապետում։ Չէ՞ որ անշարժ գույքը դա տարածքներ են առաջին հերթին։ Ողջույն Գորջան, շնորհակալ եմ նման հնարավորության համար։ Ես 12 թվականից եմ ստեղծել Viva Realty-ն եւ բոլորովին վերջերս 3 տարի առաջ 24 թվականին արդեն MySpace ընկերությունը, որը որ հենց ուղղություն է վերցրել դեպի միջազգային շուկա եւ որպես միջազգային ընկերություն։ Տարածքներին իրականում մեր գործն է դա, սիրում ենք եւ անունը պատահական չի ընտրված MySpace, այսինքն իմ տարածքը։ Իմ տիեզերքը։ Իմ տիեզերքը, այսինքն այն տարածքը, որտեղ դու քեզ լավ ես զգում եւ քեզ կոմֆորտ է եւ նաեւ երազանք է տարածք ունենալ շատերի համար, մենք փորձում ենք այդ երազանքները իրականացնել։ Ես գիտեմ, որ հունիսի 25-ից 27-ը Հայաստանում տեղի ունենալու հերթական road show-ն եւ դուք նորից այն մարդկանցից եք առանձում այդ road show-ն տեղի չի ունենա եւ 5-րդ road show-ն է, եթե չեմ սխալվում, եւ ինչու հենց այդ ժամանակաշրջանում եւ որն է 5-րդի տարբերությունը առաջին 4-ից։ Եվ ինչ է road show, ինչի անշարժ գույք եւ road show։ Road show-ն դա նշանակում է, որ այլ երկրներից հենց կառուցապատողները գալիս են ցուցադրելու իրենց անշարժ գույքերը։ Այսինքն դա սովորական ցուցահանդես վաճառք չի։ Երբ որ լինում է պայմանական էքսպո, հիմնական տեղի շուկայի կառուցապատողները եւ ներկայացուցիչներն են ներկայացնում, իսկ road show-ն, այսինքն իրենք են գալի իրենց թիմով, իրենց պրոյեկտներով, իրենց առաջարկներով։ Առաջի հարցը դա էր, երկրորդ հարցը 5-րդն է, այո, որտեվ առաջինը մենք հենց 24 թվականին ենք արել միայն Դուբայի շուկայի համար եւ արդեն 4-րդը մենք ունեցանք շատ ավելի մասշտաբային, որի մեջ ներառված էր եւ Կիպրոսի ուղղությունը եւ Հայաստանի ուղղությունը, այսինքն Հայաստան, Դուբայ, Կիպրոս, այո։ Այս անգամ ընտրել ենք որպես նոր ուղղություն Հունաստանը եւ քանի որ Կիպրոսը եւս հունական ուղղություն է, ինքը մոտ է եւ ազգերն են նույնը, կարելի ասել, հունական աշխարհի ճիշտ է տարբեր շուկաներ են, բայց ամեն դեպքում միևնույն ժամանակ շատ նման, թե մենտալիտետով, թե իրենց լեզվով, նույնն է լեզուն եւ դրա համար ոնց որ երկու շուկա ենք ներկայացնելու Կիպրոս, Հունաստան։ Կիպրոս եւ Հունաստան, այսինքն Երևանում կարող ես դու յուրաքանչյուր մարդ 25-ից 27-ը գա ներկա լինի այդ միջոցառմանը եւ գնի անշարժ գույք Դուբայում, Հունաստանում եւ Կիպրոսում։ Նաեւ Հայաստանում, բայց իհարկե այս անգամ հենց շեշտը դրված է Հունաստանի վրա, որտեվ որպես նոր ուղղություն ու լավ հնարավորություններ մենք մարդկանց տալիս ենք նաև ալտերնատիվ տարբերակ, որը Հունաստանի շուկան է եւ Հունաստանը ունի մի քանի պլյուսներ, որը ի տարբերություն այլ երկրների չունեն կամ գուցե այդքան գրավիչ չեն, ինչքան որ Հունաստանը։ Որոնք են դրանք, ինչի պետք է մարդիկ գնեն, առհասարակ ինչի հայը Հայաստանի բնակիչը պետք է գնի անշարժ գույք Հունաստանում եւ Կիպրոսում եւ արդյոք օրինակ ինձ շատերն են ասել մասնագետները որ ավելի լավ ներդրում անես անշարժ գույքի մեջ դա ավելի լավ ներդրում է քան անգամ ոսկի կամ չգիտեմ նավթ այդպես է թե ոչ միանշանակ է այդպես է որտեվ այս ամբողջ տարիների փորձը հենց դրա մասին է խոսում որ անշարժ գույքը միշտ աճել է պատմության մեջ մենք ունենք այդ վառ օրինակներ նույն Հայաստանի օրինակներով, ասենք 90-ական թվականներ, 2000-ական եւ վերջի տարիների բումը, որը որ հատկապես առավել տոկոսային ավելի մեծ աճ է գրանցել, բայց ինչի օրինակ այլ շուկաներ, հա, ոչ միայն Հայաստան։ Ես միշտ մեր հաճախորդներին կամ մեր գործընկերներին, որոնց հետ արդեն երկար աշխատում ենք, ես միշտ ասում եմ այլ շուկաներ դիտարկեք այն ժամանակ, երբ որ Հայաստանում գույք ունեք, դա պարտադիր է, որովհետև դու քո երկրում պետք է ունենաս նոր մտածես դիվերսիֆիկացիայի մասին, այսինքն այլ շուկաները քեզ տալիս են լրացուցիչ հնարավորություններ,
քեզ ապահովում են նաև շուկայի տատանումների ժամանակ կորուստ չունենաս, մեկը մյուսով, այսպես ասած, փակես, հա։ Օրինակ Դուբայը այլ ուղղություն է, ինքը ունի իր հետաքրքրությունները, ունի իր եկամտաբերության այլ տոկոս ռոյի, հա։ Կիպրոսը մի քիչ այլ շուկա է իր առավելություններով հանդերձ եւ Հունաստանը լրիվ այլ ուղղություն է, ինքը Հունաստանը Եվրոպայի մուտքն է դարպասներն է եւ այսօր այն հնարավորությունը որ տալիս է Հունաստանը ոչ մի այլ եվրոպական երկիր չի տալի։ Դա իհարկե 250,000 շեմի մասին է, 250,000 եվրո։ Եվրո շեմն է, որի շնորհիվ գույք ձեռք բերելով դու համ ունենում ես կապիտալ Եվրոպայում, համ ունենում ես հնարավորություն Golden Visa կոչվածը, ոսկե վիզա։ Ինչ է դա տալիս առհասարակ մարդկանց, տալիս է 5 տարի մինիմում անխնդիր բոլոր եվրոպական շենգենյան երկրներ մուտք գործել, ապրել ինչքան ցանկանաս։ Բացի դա հնարավորություն է տալիս բիզնես բացել, հաշիվներ բացել, շատ այլ շատ նպատակներով կարող են մարդիկ օգտագործել, որոշ դեպքերում բիզնես նպատակներով, որոշ դեպքերով ուղղակի ազատ շրջագայելու եվրոպական ցանկացած երկիր։ 250,000 դա մուտքն է, այսպես ասած, մուտքի գինն է այդ Golden Visa-ի։ Իսկ անշարժ գույք կարող եք ավելի էժանով գնել եւ չունենալ Golden Visa, թե իմաստ չկա այդպիսի ներդրում անել, եթե անում ես ավելավը մի անգամից այդ Golden Visa-ի հարցնելուց ես։ Ճիշտ է, լավ հարց եք տալիս, տեսեք, իրականում մենք խոսում ենք Աթենքի մասին, մայրաքաղաքի մասին, Աթենքում հնարավոր է այսօր էլ 180-190,000-ից սկսած փոքր բնակարաններ գնել, բայց բնական է դրանք չեն կարող Golden Visa ստանալ։ Դա ուղղակի ունենում ես գույք, որ ցանկացած ժամանակ գնաս, ապրես կամ տաս վարձակալության пассив եկամուտ ստանաս։ Իսկ Golden Visa-ի առավելությունը նա է, որ դու ընդ որում ոչ միայն դու, քո ամբողջ ընտանիքի անդամները, ծնողները, երեխաները, կին կամ ամուսնու ծնողները նույնպես ընդգրկում են այդ ծրագրում։ Զոքանչասեր հասարակություն, մտածեք դրա մասին, կարևոր է։ Այո, շատ լավ նվեր է հենց զոքանչին, որ եվրոպական, հա։ Իդեպ ասեմ, այսօր շատ տարածված ու մեծ խնդիր է դա վիզա ստանալը Հայաստանում։ Ես ինքս պետքա գնայի այց ես որովհետեւ միջև չտեսնեի այնտեղի գույքը չուսումնասիրեի, միանշանակ չէի սկսի նույնը արել եմ Դուբայը, նույնը արել եմ Կիպրոսը, ու ամիսներով մենք հերթ ենք սպասել ու միջև մեր գործընկերները հրավեր պաշտոնական չուղարկեցին, մենք ստացանք։ Խնդիրը, այո, այսօր նայում ես կան էժան տոմսեր, Իտալիա, եվրոպական երկրներ, բայց չունես մտնելու մուտքի հնարավորություն։ Իսկ այս գործողությամբ, այս ձեռքբերումով ունենում ես համ անշարժ գույք, համ пассив եկամուտ, համ այդ հարցը փակում ես, այսպես ասած, որովհետև դու կարաս 5 տարի անընդմեջ 5 տարի մեկ թարմացվում է։ Երբ ցանկանաս եվրոպական շենգենյան ցանկացած երկիր մուտք ու ելք անես։ Ասացիք, որ Աթենք, միայն Աթենքում է այս պահին վաճառվում անշարժ գույք, եթե ուզենամ ոչ Աթենքում։ Չէ, օրինակի համար մենք նաև այցելել ենք կղզիներ, Հունաստանը գիտեք հարուստ է իր կղզիներով, մոտի կղզին Էգեան, այնտեղ նույնպես գույքեր ենք նայել, նկարահանել։ Կղզի, շատ հիասքանչ կղզի, որտեղ կարաս ուղակի դու գնաս, վայելես քո ամառային հանգիստը կամ, չգիտեմ, աշնանային, նույնիսկ որտեղ կլիման այնպես է, որ հանգիստ թույլ է տալի, սեզոնը, այսպես ասած, շատ երկար է Հունաստանի, ի տարբերություն այլ երկրների, եւ այո, Սալոնիկի, Կրետե, Խագիծիկի եւ մնացած բոլոր հունական Կրետեում էլ կարող ես գնալ։ Այո, իհարկե, ուղղակի ստեղ հարցը նա է, որ կախված իր տեղանքից այդ շեմը փոփոխվում է, հա։ Այսինքն, եթե մենք խոսում ենք հենց նորակառույց շենքերի մասին, այդտեղ շեմը այլ է։ Քաղաքի մեջ կամ քաղաքներում այլ գին է, արվարձաններում կամ մարզերում ոնց որ այլ գին է։ Տատանվում է դա այդ շեմը, ասենք 250,000 այդ սկիզբն է, ստարտն է եւ կա 400,000, եթե ինքը մարզերում է համարվում, մեր ասած, կամ քաղաքի մեջ արդեն ոնց որ շեմը ավելի բարձր, 800,000 սկսած։ Դե մանրամասները հենց այդ միջոցառման ժամանակ roadshow 25-ից 27-ը վայրը որտեղ է։ Վայրը մեր Մկրտչյան 8 հասցեում է, իդեպ մենք հենց առաջինից սկսած միջոցառումը կազմակերպել ենք մեր գործընկեր BS Cosmo ակումբի հետ
եւ անցկացնում ենք հենց մեր մոտ, մեր գրասենյակում, որովհետեւ այսպես ասած մարդիկ գալիս են նույն տեղը, ոչ թե տարբեր վայրեր են տեսնում, քանի որ մենք ունենք կրկնվող գործարքներ, մշտական հաճախորդներ, իրենք արդեն գիտեն եւ մեր տեղը եւ նաեւ այդ վստահությունը կա, որովհետեւ այնտեղ մեր օֆիսներն է գտնվում տեղում, այսինքն մենք չենք ուղակի տեղ վարձում, 2 օրով միջոցառում անում եւ նաեւ դրանով մենք առանձնանում եւ տարբերվում շուկայում, որովհետեւ նույն Դուբայի օրինակով եղել են դեպքեր շատ, Դուբայից գալիս են թե հայեր կլինեն, թե այլ ազգեր, իրանք վարձում են ուղակի այդ ցուցահանդեսը կազմակերպում եւ գնում են, բայց մենք դա անում ենք համատեղ Ձեր տանը ակումբի հետ։ Մեր տանը, այո, մենք հյուրընկալում ենք, դիմավորում ենք, անհատական մոտեցում ենք ցույց տալի ցանկացած հաճախորդի եւ գործընկերոջ։ Էդգար, ասացիք, որ Հունաստանից փաստորեն անշարժ գույքի այդ ագենտները գալու են հենց իրենք ներկայացնեն, պրեզենտացիաներ անեն եւ այլն։ Ինչպես է դա տեղի ունենում, այսինքն ինչ են բերում, վիդեոյա դա, թե մակետներ է, ինչպես են բացատրում։ Ամեն մեկը ինչ որ ժամեր ունի աշխատանքային, թե ոնց է դա։ Նախ նշեմ, որ կառուցապատողների հենց ներկայացուցիչներն են գալի, դեպքեր ունենք, որ հենց հիմնադիրներն են ներկա լինելու, իրենք հայտնի կառուցապատողներ են, մենք սովորաբար սկսնակ նոր սկսողների հետ չենք համագործակցում, որտեղ մեր համար փորձը кейսը կապ ունի, անցած ճանապարհը ստուգված են, եւ վստահելի։ Իհարկե, հա, եւ այդ ամեն ինչին պլյուս մեր պարտներները համագործակցում ենք ում հետ, Օհանով Partners-ը, իրավաբանական փաստաբանական գրասենյակը, որը արդեն 30 տարի գործում է հենց Աթենքում, գրասենյակը գտնվում է Գլիֆադայում, հենց իրենց ամենապոպուլյարնի հասցեներից մեկն է, եւ իրենք նույնպես ներկա են լինելու ամբողջ իրանց թիմով, կազմով, որպեսզի մեր մոտեցողներին տանք սպառիչ պատասխաններ եւ ոչ մի հարց բաց չմնա, այսինքն մենք այս միջոցառումով մի քանի խնդիր ենք լուծում միաժամանակ։ Առաջինը, նախ առաջարկում ենք հենց այն առաջարկները կառուցապատողների, որոնք կան, ակտուալ են։ Չենք ասում, sense գույք կա, հետո կճշտենք, կասենք տեղում։ Հենց կարող ենք միանգամից տեսնենք ինչ պրոյեկտներ կա, ինչ հնարավորություններ կա, ինչ վիճակով է հանձնվելու։ Երկրորդ կետը, որ կուզեի ընդգծեի, այո, այդ փաստաթղթի հարցն է, նույն Golden Visa-ն է, VNG-ն է, այսինքն ապրելու իրավունքն է, մենք այդ հարցերն էլ տեղում լուծում ենք, այսինքն տալիս ենք սպառիչ պատասխան, որտեղ շատ նյուանսներ կա, որ պետքա դա տիրապետես, նրբություններ կա, որտեղ եվրոպական օրենքները մի քիչ այլ են, հայկականը այլ են։ Հարկերը, տուրքերը, այո, նման հարցերը նույնպես տեղում մենք լիարժեք պատասխանենք, որպեսզի մարդը անակնկալի չգա, հետո չիմանա այս բանը, չգիտեի, նաև ավտոմատ ինքը սխալ ընտրություն կատարեց, դրա համար մենք ամբողջական փաթեթը ներկայացնում ենք։ Նաև ունենք հնարավորություն, սա էլ է շատ կարևոր ընդգծեմ, որ այսօր մենք գիտենք շուկայում ոնց է, մանավանդ ներդրողների դեպքում մարդիկ ամբողջ գումարը չեն դնում միտեղ, եւ մենք հնարավորություն ենք տալու մեր գործընկեր Ամերիաբանկի հետ, այո, որը տեղում ներկայացնելու է իրենց պրոդուկտները, դրանք հենց ուղղված են միջազգային ներդրումային հատուկ պրոյեկտ է, որը հենց ուղղված է նմանատիպ գույքեր ձեռք բերելու համար, այսինքն մեր շուկայից տարբերվում է, այսինքն հայկական բանկը, մեր տեղական Ամերիաբանկը օգնում է գործարք կատարել Հունաստանում։ Այո, տեղում մենք կարողանում ենք նախահաստատում նույնիսկ ստանալ, կախված գույքից, մարդու վարկային պատմությունից եւ այլն, այդ մանրամասները տեղում ունենալու ենք ներկայացուցիչ, որը կարծում շատ լավ հնարավորություն է միաժամանակ օգտվել համ ձեռք բերել անշարժ գույք, համ ունենալ Golden Visa, պլյուս пассив եկամուտ։ Այսինքն դու կարող ես դա վերցնել տալ վարձակալության կամ հանձնել կառավարման ու մեր ընկերությունները հիմնական հենց իրենք վերցնում են վարձակալության, հանձնում են կառավարման եւ ամսական կամ տարեկան ստաբիլ եկամուտ են ապահովում մեր գնորդներին։ Ու այդ գումարները փոխանցվի օրինական քեզ, դու էլ այստեղ քո վարկերը փակես, ոնց որ տրի վադնում, 3-ը 1-ում, այսինքն ցիկլը փակում է։ Հնարավորություն է ալնում։ 3 հայկական կամ հայեցի հարց։ Նախ հայ-հունական բառարանով պիտի գանք տեղ, ոնց ենք այդ
հույների հետ շփվում, անգլերենի իմացությունը պարտադիր թե կունենաք օրինակ թարգմանիչ, որը կօգնի։ Դա առաջի հարցը։ Երկրորդ հարցը կառուցապատողն է հետո օգնում ինձ գնորդին пассив եկամուտ ստանալ, թե դուք եք ձեր միջոցով ենք դա անում եւ ինչպես է դա կազմակերպվում, եւ վերջապես ամենակարևոր եւ ամենահայկական հարցը, սա հասարակ մահկանացուների համար է, թե պետք է միլիարդատեր լինես կամ միլիոնատեր, որ կարողանաս կամ քեզ դա հետաքրքրի։ Սկսեմ առաջի հարցից, Գորգ ջան, նախ ասեմ, մեր ամբողջ թիմը ներկա է լինելու միջոցառմանը, անհատական, մենք նախապես գրանցում ենք, այսինքն մեր միջոցառումը միայն գրանցումներով է, դա պարտադիր է։ Փողոցից չես կարող մտնել, ասել բարեձեզ։ Այո, միանշանակ, որովհետև մենք չենք կարող վատ սերվիս տալ եւ մարդկանց հավաքել, սպասեցնել, այսինքն մենեջմենտի առումով մենք պետքա ժամերը հստակ իմանանք, հաշվարկ անենք եւ այլն։ Ինչ մնում է լեզվի մասով, իհարկե կառուցապատողներ կան, որ հենց հույն են եւ իրանք խոսում են անգլերեն ամենամոտիկը մեզ, բայց մեր աշխատակիցները թիմը բոլորը, այո, տեղում իրենց հետ անհատական ման են գալու տաղավարներով, ոնց որ հերթով ներկայացնելու ենք այն կառուցապատողները, որոնք ունեն համապատասխան իրանց առաջարկ, այսինքն այդ ֆիլտրացիան էլ է կարևոր, որպեսզի մենք անիմաստ եւ իրեն ժամանակից չտանենք, այո, եւ կառուցապատողների դրա համար գրանցման ժամանակ է այդ ֆիլտրացիան արվում։ Մենք հիմնական նախապես հասկանում ենք ինչ բյուջեի մասին է խոսքը, մեկ, երկրորդը որտեղ է ուզում երկուս եւ երրորդը նպատակը որն է, որտեվ կլինի Հունաստան, կլինի Դուբայ, կլինի Հայաստան, պետքա լինի ներդրումը նպատակային, այսինքն մի քանի նպատակներ կա, եթե ուզեք կարող եմ դրա մասին անդրադառնալ։ Golden visa ստերեոիդի։ Հա, Golden visa, passive եկամուտ, դիվերսիֆիկացիա, որը շատ կարևոր է, այո։ Մարդկա ուզում է ինքը ապրի, իր տունը ունենա, որ երբ ցանկանա գնա ուղակի դուռը փակի, հա, վարձով չի տալի։ Դες դեպքեր ենք ունեցել, իհարկե ավելի կայացած մարդիկ են, որոնք Դե այդ մարդիկ ըստ վիլաներ են գնում, նենց չէ։ Հիմնականում հա, բայց ինչի՞ չէ, հիմա հյուրանոցից լավ է, երբ որ դու մի հատ լավ ստուդիո ես ձեռք բերում, որը որ արդեն կառավարված ամեն ինչով պատրաստ, իդեպ Հունաստանում հիմնական մեծ մասը հանձնվում է վերանորոգված վիճակում, այսինքն դու այդ խնդիրներն էլ լուծված չես մտածում, որտեղից արհեստավոր գտնես, այո, որտեղ շինանյութը առնես եւ այլն, այսինքն իհարկե լուծված է, նույնիսկ մենք տարեկան միանգամից ստաբիլ ֆիքսվում է, թե ինչ եկամտաբերություն է ստանալու ինքը տոկոսային։ Մարդը այդ տուն գնելուց հասկանում է, որ ինքը այսքան եկամուտ կարող է ստանալ։ Այո, պարտավորություն է դա վերցնում հենց կառուցապատողը կամ կառավարող ընկերությունը, որոշ դեպքերում իր նախընտրությունը դա էլ են առաջարկում, ոնց կցանկանա եւ ինքը հանգիստ կարողանում է դրա հաշվարկով նաեւ ինչի՞ չէ վարկավորում վերցնել, վարկ վերցնել եւ ընդեղի գումարով փակել արդեն այդ վարկը, հա։ Այո, այսինքն լեզվի առումով խնդիր չունենք, հիմնական ռուսախոս կան, ռուսերենն էլ մեր մոտ շատ տարածված է, շատերն են խոսում եւ այստեղ կարեւորը, այո, մենք չենք թողում իրանց միայնակ, հա։ Նույնիսկ կառուցապատողների հետ այդ խոսակցությունը մենք տանում ենք միջև վերջ եւ մեր համաձայնությամբ պետքա լինի, ինչի համար, որտեվ տեսեք, ինչն է տարբերությունը, հա։ Այսինքն դուք ոչ թե посредник եք, միջնորդ եք, այլ գործընկեր եք։ Մենք գործընկեր ենք հաճախորդին դառնում։ Ընդ որում ասեմ, որ հաճախորդը մեզ ոչինչ չի վճարում, ստանում է այդ ամբողջական փաթեթ սերվիսը, հələ մի բան է որոշ դեպքերում մենք նվերներ ենք անում, օրինակ անցած ռոչոին մեր հաճախորդները շարեցին Կիպրոսի հանգիստ 5 օրյա, իդեպ Անահիտ Կիրակոսյանն էր վարում, իրեն էլ նվեր հասավ, այս անգամ էլ ինքը վարելու, ինքն է վարելու էլի, այս անգամ կարող է Հունաստան շահի չեմ կարող ասել, այսինքն մենք մի բան է նվերներ ենք տալիս, ինչն է ուզում ընդգծեի, տեսեք, կա չէ մարդկանց մտքով ասում է ինչի ես չգնամ մի անգամից անմիջապես կառուցապատողից առնեմ շատ հասնեմ այդ ամենը տեսեք ցանկացած մարդ երբ որ գնում է կառուցապատողի մոտ կառուցապատողը ամեն գնով փորձում է իր գույքը վաճառել ինքը երբեք չի ասի գիտես ինչ կողքը ավելի լավ տարբերակ կա
այ մեր տարբերությունը դրանում է կայանում, որ Դուք մենք բոլոր տարբերակները այո, բոլորը առաջարկում ենք եւ ասում ենք պլյուսները եւ մինուսները, հնարավորությունները ու ռեալ кейսերի վրա միայն, այսինքն մենք օթից ոչ մի բան չենք խոսում եւ միանշանակ ինչ ասում ենք, պատասխանատվությամբ պետքա դա տեր լինենք։ Ի տարբերություն օրինակ անծանոթ կառուցապատողի մոտ գնալուց, անծանոթ ընկերությանը դիմելուց, ի դեպ տենց դեպքերն են ռիսկային, որ դու չես ճանաչում, թե ում հետ գործ ունես, երբ որ մարդը չունի պատմություն, չունի այստեղ գրասենյակ, հա, մինիմում, այսինքն չես կարող իրան գտնես, հա, դա մեծ ռիսկ է իրականում ներդրողի համար ու շատ բազմաթիվ դեպքեր են եղել, այսինքն ինչի պետքա մեզ ընտրեն մեր միջոցով, այդ իմ նշված հանգամանքները միայն, որ մենք օժանդակում ենք միջև վերջ, իրանք գիտեն ում դիմեն, եթե ինչ-որ խնդիր կա, հա, այսինքն այդ ամեն ինչը բավարար է, որ ռիսկերից խուսափելու համար, պլյուս այդ ամեն ինչին ոչինչ չեն վճարում, մի բան է շահում են, մի բան է օգտակար ենք լինում, կարծում եմ իմաստ չկա, ուղղակի գտնել կառուցապատողին, որովհետև իրանք նույն գնով են առնելու, բայց ավելի վատ տարբերակը, քան մենք էինք առաջարկում իրենց։ Եվ միակ տարբերակն է դա լինելու, կամ էլ դուք ինքներդ ընտրելու եք, չգիտեմ, 4 տարբերակ, բայց իրական տարբերակները 26-ն են։ Այդ իսկ պատճառով ինձ թվում է, որ պետք է MySpace-ին վստահեք։ Պասիվ եկամուտի մասին, ով է հասկանում եւ ով է, այսինքն ասեցիք կամ կառուցապատողն է այդ հարցերում, կամ դուք եք օգնում, մարդիկ հասկանում են ինչ գումարների մասին է խոսքը։ Եվ վերջով միլիոնատեր պետք է լինես, թե ոչ։ Չէ, միլիոնատեր պետք չէ լինել։ Միջին, չգիտեմ, այդ middle class-ի մասին է խոսքը։ Տեսեք, օրինակի համար, որ ասեմ 0 գումարով կարող ես քեզ թույլ տալ, դա է կլինի եւ սխալ կլինի։ Ընդ որում ես նույնիսկ շատ ժամանակ փորձում եմ վերլուծեմ մարդը ինչի է եկե հասե, ինչ է ուզում ներդրում անի, հա, որտեվ պայմանական եթե մարդը եկել է եկամուտի հետևից, հա, տոկոսը բարձր, ես այլ շուկա եմ ուղղորդում, օրինակ Դուբայը, որտեղ բարձր տոկոսային ROI կա, եկամտաբերություն կա։ Նույնը կարող եմ ասել, եթե ինքը ուզում է մաս վճարում կատարի եւ ընթացքում իր գույքը արժևորվի, ինքը թանկ վերավաճառք կատարի։ Այսինքն կախված այդ բային ինչ լավ պրոյեկտ ունեմ, որ ես կարող եմ իրեն առաջարկել, որ ինքը մաքսիմում շահով դուրս գա։ Ինչի եմ դա ասում, որտեվ եթե մարդը շահեց, միանշանակ երկրորդ անգամ փորձված գալու է մեր մոտ։ Այդ այսինքն մեկին ասելու է, որ այո, մեր համար դա շատ կարևոր է, այսինքն մենք երբեք չենք հույսով անելու եւ մարդուն ոնց որ փաստի առաջ կանգնացնենք։ Իհարկե, այս երկրի վրա երաշխավորություններ չկան, բայց մենք վերլուծում ենք, մենք նայում ենք թվեր, մենք նայում ենք անցած ճանապարհ, նայում ենք կառուցապատողի անունը, համբավը, այդ սա կապ ունի, որտեղ որակից բռնած կապ ունի, այդ տոկոսը եկամտաբերություն բարձր կլինի, վերավաճառքը ինչ ժամկետում կվաճառես ու ինչ տիպի գույք պետքա լինի, այսինքն դա էլ է կարևոր։ Շատերին թվում է թե ինչքան մեծ, այնքան լավ, բայց նայած նպատակը որն է։ Մեծ, եթե դու մեծ ընտանիք ես եւ դու ես ուզում գնաս բնակվել, բնական է դա այլ է, բայց եթե դու առնում ես զուտ վարձով տալու կամ վերավաճառելու, արդեն այնտեղ գալիս է այլ տարբերակներ, այլ առաջարկներ, այո։ Օլիգարխ պետք չի լինել, ինչպես նշեցինք, մենք ունենք նույնիսկ տարաժամկետ վճարումով տարբերակներ իհարկե կախված շուկայից, ունենք գործընկեր բանկ, որը տեղում կարող է շատ հարմար իդեպ տոկոսով վարկավորում կատարվի, որը որ միաժամանակ երկու խնդիր է լուծում, այսինքն դու համ կապիտալ ես ձեռք բերում, դիվերսիֆիկացիա ես ունենում, պասիվ եկամուտով վճարում ես կատարում եւ միանշանակ օգտվում ես բոլոր հնարավորություններից, եթե խոսենք Հունաստանի մասին հենց։ Այո, հիմա օրինակ, եթե 500,000 եվրոյի ներդրում ես անում, 500,000 եվրոյով կարելի է ինչ-որ նորմալ անշարժ գույք, կարելի է։ Ինչ պետք է մտածես, քանի տարվա մեջ պասիվ եկամուտով այդ հարցը կարող ես փակել, քանի տարուց հետո այդ տունը դառնում կամ վիլան քոնը, ու դու կարող ես արդեն գումար աշխատել, ոչ թե միայն վճարել։ Շատ լավ, տեսեք, իրականում Հունաստանում, եթե համատենք, տոկոսները մի քիչ ավելի ցածր են, քան թե օրինակի համար Դուբայում, որը որ ավելի մեծ եկամտաբերություն է ապահովում, դա է զուտ շուկայի ակտիվ աճի մասին, չնայած հիմա այս իրավիճակներով մի քիչ պասիվ է Դուբայը, բայց ամեն դեպքում այնպես չի, որ այնտեղ
էլ շուկան չկա, չի վաճառվում, մենք բոլորին վերջերս գործարք են կատարել, նույնիսկ այդ թեժ պահերին։ Հիմա Հունաստանի մասին խոսանք, Հունաստանը ինքը, գիտեք, հիմնական հենց տուրիստական երկիր է, մարդիկ տուրիզմը շատ լավ զարգացած է, ունի շատ մեծ նավահանգիստ, հենց որը ի դեպ Աթենքում է գտնվում ու տարբեր նավահանգիստներ, եւ տոկոսայինը տեսեք, տատանվում այնտեղ հիմնականում 4-ից մինչև 8%, երբեմն դեպքերում, եթե դու ավելի շատ ինքդ զբաղվես, կարող է հասնել 10-11%-ի։ Կապ ունի, թե դու ներդրումը ինչքան ես արել, որ լոկացիայում ես արել եւ նույնիսկ որ քաղաքում ես արել։ Այսինքն նման նրբությունները, այո, պետքա մենք, օրինակ, երբ որ առաջարկ ենք անում, հստակ ասում ենք, պայմանական Կիպրոսում, Այանապայում սեզոնային է, օրինակ, այստեղ տոկոսը մի քիչ ավելի ցածր է։ Եթե խոսում ենք այլ քաղաքների մասին, այլ ուղղությունների մասին, կախված ինչ գույք ես առնում, վիլա, ապարտ, թե հյուրանոցի տակ է, այսինքն ունենք նաև տես տարբերակներ, որ որպես հյուրանոց դու սենյակ ես առնում, իդեպ դա այս վերջերս Հայաստանում էլ արդեն զարգացել ու ունենում ես հնարավորություն համ այցելել ինքդ բնակվել երբեմն, ինչի՞ չէ, նաև կառավարող ընկերությունը դա վերցնում է քեզանից երկար տարիներով եւ քեզ վճարում է քո եկած տոկոսը։ Հայ օլիգարխների ասոցիացիայի կողմից հարց, իսկ հնարավոր է MySpace-ի օգնությամբ գնել հող, օրինակ, եւ այնտեղ բիզնես, չգիտեմ, կառուցել, գործարան, մոլ, ավտո կայանի եւ այլն, բիզնեսի տեսակետից հետաքրքիր է եւ զբաղվում եք դրանով արդյոք թե ոչ։ Այն շատ լավ հարց տվեցիք, իդեպ իմ մտքից թռել էր, տեսեք ինչ լավ հնարավորություն կա նամանավանդ մեր շինարար գործարաններին, քանի որ Հունաստան, ինչպես նշեցի, այս պահին միակ երկիրն է, որ այդ 250,000-ի շեմը տա, տեսեք, նա Հունաստանում կամ նույն Աթենքում կան շենքեր, որոնք վաղուց չեն օգտագործվել, նախկին հյուրանոցներ կլինեն, նախկին կոմերցիոն տարածքներ կլինեն, այդ պետությունը նման գույքերը տալիս է հնարավորություն, որպեսզի շինարարը կամ ներդրողը բերի, վերանորոգում կատարի, ռեստավրացիա անի այդ շենքը եւ վերավաճառի, որը որ ընդ որում մտնելու է հենց Golden Visa-ի տակ։ Այսինքն այդ ներդրումը համարվում է իհարկե դու գնում ես պատրաստի շենք, որը որ հնարավորություն է ստանում վերափոխելու, վերանորոգելու եւ որպես Golden Visa-ի կարողանում ես վաճառես, այսինքն ստեղ երկուսն է շահում են եւ այդ գնողը հետագա եւ մեր ներդրողը, որովհետեւ քանի որ պահանջարկը շատ մեծ է, բնականաբար ինքը շատ արագ այդ գույքերը վաճառելու է ու շատ լավ եկամուտ կարող է ստանալ ու այո նման առաջարկներ եւս ունենք կոմերցիոն տարածքներ կամ նախկին այլ նշանակության տարածքներ, որոնք ժամանակի ընթացքում չեն օգտագործվել, չեն վերանորոգվել եւ այստեղ մեր հմտությունը կարանք օգտագործենք, որպեսզի ներդրում անենք, մեր ճաշակով վերանորոգվենք եւ շատ արագ վաճառենք։ Դե ինչ հայ օլիգարխներ ձեզ տեսնենք։ Շքեղ առանձնատուն այս, սա վիլա է, սա ռեալ է, կարող ես գնել, այսպեսի արդեն պատրաստված, ինքը շինարարությունը ավարտված, այս վիճակում կարող ես գնել։ Մենք այստեղ նույնիսկ հանգստացել ենք։ Այսինքն սա ռեալ։ Մայիս ամսին, այո, մենք մեր Biescosmo ակումբի, մեր գործընկերների, ակումբականների հետ գնացել ենք մի քանի օր թրիփի եւ հենց այստեղ ենք մնացել, սա մեր Կիպրոսի գործընկերն է, իդեպ շատ լավ հայ, մեծանուն, ով ունի նմանատիպ մի քանի վիլաներ, Անահիտն էլ այստեղ է շահ հանգիստը, ինքն էլ 7 օր գնալու է մնա։ Այն ծառի տակ սելֆի կամ ունի կամ կունենա։ Ու այո, սա հիմա հենց կառավարման մեջ է, այսինքն կան իրանք, համ վաճառքի են, այո, եւ համ էլ որպես բիզնես մարդիկ գալիս են օրերով մնում են, ինքը աշխատացնում են որպես կառավարող ընկերություն, հա, եւ ցանկացածս, եթե ունեն գումար, կարող են օրինակ այս մեկը գնել եւ ցանկանալ գնալ ապրել մեր վիլայում, իդեպ ծովի մոտ է, Այանապա քաղաքում է, ինքը ամենաերիտասարդական ակտիվ քաղաքն է եւ ապրել, հանգստանալ եւ տալ վարձով, որ պատկերացնեք նման վիլան սեզոնին օրեկան տատանվում է 1000-ից 1500 եվրո։
այսինքն շատ լավ եկամտաբերություն ստեղ ունենք էլի։ Եվ փաստորեն իրականում կարող ես դու մի քանի տարում այդ գումարները Իհարկե, հա։ Եթե դու չես ուզում ինքդ հանձնել, կա կառավարող ընկերություն, ով այդ ամբողջը կազմակերպում է եւ քո գումարը վճարում է քեզ ամսական։ Եվս մեկ անգամ կրկնենք, որ ամսի 25-ից 27-ը MySpace-ի հենց օֆիսում տեղի կունենա Roadshow 5-րդը եւ ունիկալ նոր ուղղություն Հունաստան, բացի դրանից Դուբայը կա, Կիպրոսը կա, Դե Հայաստանը էլ չասեմ, Հայաստանը միշտ կա։ Եվ եւս մեկ անգամ շատ կարեւոր է, որ դու կարող ես ոչ մի բան չունենալ բացի ցանկությունից եւ գումարից։ Գալիս ես տեղում բոլոր հարցերի պատասխանները կան իրավաբանական, բանկերի հետ կապված, անդե չգիտեմ, ստրախավանիայի հետ կապված, վիզաների հետ, տոմսերի հետ, բոլոր հարցերը դուք Նաև մեր գործընկեր տուրիստիկ ընկերությունն է տեղում ներկա լինելու եւ առաջարկվելու է փաթեթներ, եթե մարդիկ ցանկանում են գնան իրենց աչքով տեսնեն, հա, ուսումնասիրեն թե Կիպրոս կլինի, թե Հունաստան, թե Դուբայ ցանկացած տեղ, մենք դա էլ ենք հոգացել, որ մարդը մի տեղում բոլոր հարցերի պատասխանները ստանա։ Այսինքն գալով մեր ցուցահանդեսին, roadshow-ին, իրենք կարելի ասել ոչ մի բաց հարց չի մնում, բոլորը տեղում լուծում ենք։ Նախորդ անգամներին իհարկե ավելի շատ գործընկերներ են ներկա եղել, ապահովագրական ընկերություններ նույնիսկ sense, բայց այս անգամ ոնց որ հիմնական շեշտը դրված է ավելի, քանի որ Հունաստանը առաջի անգամ է, ավելի բաց ու ավելի ծավալուն Հունաստանի վրա ենք անդրադառնալու ու փորձելու ենք սպառիչ բոլորին պատասխաններ տալ, դրանից հետո իրենք են որոշելու գնում կատարեն թե չէ, բայց ավելացնեմ, որ նույնիսկ եթե գումար չունի, կարող է գալ մարդը։ Մենք դա էլ ենք լուծում։ Իհարկե նվեր չենք տալի գումարի հարցն էլ լուծում, այո։ Բայց լուծումներ ենք առաջարկում։ Լուծումներ կան, եթե գումար չունեք, բայց հնարավորություններ ունեք, կամ ունեք երազանք, եկեք եւ ձեր երազանքը կատարեք։ Էդգար, մի քիչ ալաֆրանգի հարց եմ ուզում տամ, բայց ինձ հետաքրքրում է որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ որպես մարդ, որը մտածում է նաեւ նրա մասին, որ մեր շուկան զարգանա։ Այդքան գործընկերներ ունեք Դուբայում, Կիպրոսում, Հունաստանում, մարդիկ, որոնք որ զբաղվում են անշարժ գույքով եւ շինարարությամբ։ Հայաստանը որպես շուկա իրancs հետաքրքրում է։ Օրինակ, Դուբայի շեյխերը գալիս են ուզում են ստեղ ինչ-որ բան կառուցեն, ձեր միջոցով են դա անում։ Հույները, Կիպրոսի բնակիչները։ Տեսեք, իրականում, հա, շատ լավ հարց եք տալի ու այո, մեր նպատակներից մեկը դա է, որ մենք դրսի ներդրումներ նաև Հայաստան բերենք այլ շուկաներից, օրինակ ունենք այդպիսի արդեն դեպք, մեր համագործակցությունների արդյունքում մեր այցերի մենք Դուբայից ունեցել ենք ինվեստոր, որը որ ստեղ մեծ հող է գնում կատարել, այս պահին բանակցություններ կան նույն մեր գործընկերը, որը որ ներդրումներ անում Կիպրոսում երկար տարիներ ապրել է, հիմա քննարկում ունենք, որպեսզի ստեղ նույնպես այդ շինարարությունը սկսի շարունակի, այսինքն առայժմ բանակցությունների փուլում ենք, իսկ Հունաստանը, այո, մեծ նպատակներից մեկը նա է նաև, քանի որ մենք շատ մեծ փյուրք ունենք, նաև կարողանանք օժանդակել մեր հայրին Հունաստան կամ Եվրոպա ապրող, որպեսզի իրենք, այո, եթե չունեն Հայաստանում գույք, պարտադիր ձեռք բերեն։ Ես սկզբում ինչի ասեցի, ես միշտ ասում եմ Հայաստանը առաջնային է, թե իմ համար, ես ինքս ներդրումների մեծ մասը Հայաստանում եմ արել, բայց որպես դիվերսիֆիկացիա, բնական է շուկայի տատանումները հաշվի առնելով վալյուտը փոփոխական, պետքա նաև դու քո որպես բիզնես մտածող, պետքա քո ռիսկերը հաշվարկես եւ տարբեր շուկաներում ունենաս, որպեսզի բալանսը կարողանաս պահել։ Որ շուկան եք հիմա այս պահին ուսումնասիրում եւ օրինակ ինչ նորություններ կարող եք ունենալ մյուս տարի։ Դուբայը, Կիպրոսը անցած էտապ են եւ կայուն արդեն Հունաստանն է կարծես թե կանգնում է իր ռեքսերի վրա։ Ինչ նորությունների մասին եք մտածում, եթե գաղտնիք չի իհարկե։ Իրականում, ինչպես նշեցի, Հունաստանը դա Եվրոպայի դարպասներն մուտքն են եւ մենք առաջիկայում ունենք պլաններ Իտալիա եւ Իսպանիայի ուղղությունը, որը որ ավելի մոտ է իմիջիալոց ես նաև ուղղությունը նայելուց նայում եմ հարմարությանը, հա, օրինակ, չգիտեմ, չենք նայի Անտարկտիդայում, որտեղ չկա շարժ։ Նույն Կիպրոսի օրինակով, հա, բեմ ինչի սկսան Կիպրոսը, երբ որ Վիզայրը մտավ մեր շուկա, շատ մատչելի դառավ Կիպրոս գնալ գալ։ Ընդամենը 20 եվրոյով կարաս տոմս առնես
եւ ժամ ու կես հետո հայտնվես Կիպրոսում, լրիվ այլ երկրում, այլ կլիմա եւ այլն։ Հիմա Հունաստանը եւս այդ հնարավորությունը կա եւ հաջորդը իհարկե Իտալիան է, որը որ շատ գրավիչ է, ունի մի քանի քաղաքներ եւ տուրիզմն է շատ ուժեղ զարգացած եւ առհասարակ ուտելիքը, ռեստորանները եւ բնականաբար մշակույթը, այո, գեղեցկությունը եւ այս պահին ոնց որ որպես ուսումնասիրություն հետաքրքրությունից ելնելով իհարկե նաեւ դիտարկում ենք Իտալիան առաջիկայում եւ Իսպանիան որպես էլի կուրորտնի շատ հետաքրքիր երկիր եւ նաեւ շատերը սիրում են այո Իսպանիան եւս ինչ ոնց որ Հունաստանը։ Դե ինչ վատ կլինի որ օրինակ Բարսելոնայում ես տուն ունենայի, գնայի շաբաթը մեկ խաղերը նայի հանգիստ գա ինձ համար հետ։ Եվ իմիջիալից ասեմ ձեզ որ ըստ երևույթի իմ հաշվարկներով Բարսելոնայում տուն ունենալը այս պահին ավելի էժան կլնստի վրա, քան շաբաթը մեկ գնաս եւ տոմս գնես ֆուտբոլ նայես։ Ուղղակի մի հատ մինուս կա, Բարսելոնան առայժմ վիզայով տոմս չունի, տոմսերը մի քիչ թանկ են։ Մտածեք դրա մասին։ Դրա համար երբ վիզայր մտածեք։ Իմիջիալից շատ հետաքրքիր է որ տեսնում եք դուք ինչ հետաքրքիր բան ասացիք, որ մի փոքրիկ ավիաընկերությունը շարժ է տվել մեծ բիզնեսի։ Երբ ասում են շղթան շարունակվում է, մեծ բիզնեսը իր հետևից կբերի ուրիշ բաներ եւ այլն եւ այլն, եւ այդ շղթան գործում է եւ աշխատում է։ Բայց դա լիարժեք չի, տեսեք Հիմա կա էժան տոմս, բայց մարդը չունի վիզա, եւ ամիսներով հերթ է կանում։ Մենք այդ խնդիրներն ենք լուծում։ Ասում ենք մի հատ գույք առ, դու ունեցի golden visa, ուր, երբ, ինչքան ուզես գնա արի։ Տոմսը առ, էժան գնա արի։ Եթե չունես վիզա չես կարող։ Ընտանիքիդ բոլոր անդամները, այսինքն կնոջդ մաման Այո, այս golden visa-ի ամենամեծ առավելությունը հենց դա է, որ դու այդ խնդիրը լուծում ես, դու պարտադիր չի գնաս միայն Հունաստան, գնա Գերմանիա, Բելգիա, որտեղ ցանկանաս, այո։ Եվ եթե չունես վիզան, արդեն դա խնդիր է, ինչքան է տոմսը էժան է, նայում ես հա կոպեկները, բայց չես կարող զերբել, որտեղ վստահ չես, վիզա կստանաս թե չէ։ Հա, եթե մարդիկ ունեն Schengen վիզա, այդ ուրիշ հարց է երկար տարիներով։ Դե ինչ, փաստորեն լուծումներ կան, բոլոր խնդիրների եւս մեկ անգամ ասեմ, որ ամենակարևորը ունենաս երազանք, ցանկություն, նպատակ եւ հունիսի 25-ից 27-ը գնաս եւ մասնակցես road show-ին, նախնական անպայման գրանցվել է պետք սոցցանցերում, Facebook, Instagram, էջերին կամ զանգահարելով, կամ հենց գրելով, կամ լինք ունենք ակտիվ Instagram-ում, Facebook-ում կարող են գրանցվել։ Նշեմ նաեւ, որ ամսի 25-ին մենք ունենալու ենք մեծ սեմինար, որտեղ ժամը 7:30 է սկիզբը պետք է հենց ներկայացնենք պրեզենտացիա անենք այդ հնարավորությունները արդեն գլոբալ հա բոլորին եւ դա եւս շատ լավ հնարավորություն է գալ տեղեկություն ստանալ առհասարակ շուկայի մասին, փոփոխությունների մասին, ինչ է ակնկալվում, ինչ տենդենսներ կան եւ այդ ամեն ինչից հետո նոր մարդիկ, որպեսզի որոշում կայացնեն։ Այո, պարտադիր չի հենց այդ օրը ինչ որ որոշում կայացեք եւ գնեք։ Պարտադիր է, որ այդ օրը ներկա լինեք եւ հասկանաք, որ իսկապես այդ օրերին մենք հատուկ առաջարկներ ենք ունենալու եւ նվերներ շարժի բաց թողել։ Տարամ։ Դե ինչ, շնորհակալություն MySpace ընկերության տնօրեն եւ հիմնադիր Էդգար Հարությունյանն էր եւ մենք նայած զրուցեցինք, ստացանք շատ հետաքրքիր ինֆորմացիա եւ ես եւս մեկ անգամ հասկացա, որ մենք ապրում ենք իրականում մեծ փոքր աշխարհում, որտեղ որ սահմանները գոյություն ունեն միայն մեր ուղեղներում, այդ սահմանները կարելի է այնպես անել, որ գոյություն չունենան, որտեղ մարդը ծնվում է ազատ։ Միքայել Նալբանդյանին հիշում եք։ Ազատն Աստված այն օրից երբ հաճեցավ շունչ փչել։ Եղեք ազատ։